Օրենքի նախաձեռնողները ասում են, որ առաջինը, քանի որ Սահմանադրությունը փոխվել է, պահանջ կա նոր օրենքի եւ մի թեզ են առաջ քաշել, որ դա լիբերալ օրենք է, մաքսիմալ ազատություն է ստեղծում կուսակցությունները, նոր կուսակցությունները ձևավորելու համար։ Հիմա ելնելով դրանից արդեն շատ հետաքրքիր է ընդհանրապես տեսնել այդ մարդկանց ցանկությունը որն է։ Ցանկացած օրենք, առաջին հերթին նման օրենք, կապված է լինում երկրում արդեն իսկ եղած փորձից։ Բազմաթիվ անգամ բոլորը, թե կուսակցականները, թե անկուսակցականները, խոսում են դրա մասին, որ Հայաստանում կուսակցությունները չեն կայանում, չեն կայացել։ 79 կուսակցություն կա գրացած, որոնց մասին ոչ ոք չգիտի, մեծ մասին ընդհանրապես չգիտեն, գոյություն ունեն, գոյություն չունեն, մարդ կուսակցություն, ակումբ կուսակցություն, նման երևույթներ շոշափում են դիսկուսիաների մեջ։ Հիմա խնդիրը այն է, եթե նոր օրենք կա, այդ օրենքը որևէ փոփոխություն կմտցնի այս վիճակում, թե ոչ։ Եվ հերիք է ընդհանալ այդ տեքստի հետ, որ հասկանաս, որ ոչ միայն որևէ փոփոխություն չի կարող լինել, այլ ընդհանրապես կուսակցության գործունեության եւ կուսակցության իմաստը շատ դժվար է հասկանալ այս երկրում։ Կուսակցությունները հայտարարվել են այն կառույցները, որոնք ներկայացնում են հանրության շահը եւ փաստորեն գործողություն են, քաղաքական գործողություններ են կատարելու ի նպաստ ուրեմն ժողովրդի։ Առաջինը ժողովուրդը տեղակել չի, այդ ինչ օրենք է։ Երկրորդը այն փորձը արդեն, որ կա, թույլ է տալիս մտածելու շատ բաների մասին, ասինքն եթե բոլորը խոսում են երկրում գոյություն չունեն ազատ ընտրություններ, ընդհանրապես կուսակցական գործունեության էությունը որն է։ Դա կուսակցությունը պարզ, հստակ աշխարհում հաստատված քաղաքական ինստիտուտ է, որի գործառույթները, պատասխանատվությունը եւ իրավունքները շատ ունիվերսալ են։ Այս կամ այն երկրում, երբ որ ասում ես կուսակցություն, դու չես կարող լրիվ ուրիշ բան հասկանալ։ Մանավանդ Հայաստանը շատ երկրների պես արևմտյան, արևելյան, իրեն հայտարարել է, հռչակել է իրավական պետություն։ Իրավական պետության մեջ կուսակցությունը շատ կոնկրետ երևույթ է։ Այդ կոնկրետությունը պիտի օրենքում երևա։ Ինչի համար, որ այն խմբավորումները, որոնք դիմում են պետությանը, որ իրավունք ստանան գործել որպես կուսակցություններ, նրանք պիտի 100% ապացույց տան, որ իրենք լինել են կուսակցություններ, այլ ոչ թե կուսակցական կնիք են ստանալու եւ այդ կնիքը օգտագործել են լրիվ ուրիշ գործունեության համար։ Կարող է հարցակել, ինչու պետք է այդպիսի բաներ լինեն։ Այդպիսի բաներ կան, այս է խնդիրը։ Պարոն Սարգսյան, իշխանության նպատակը ըստ ձեզ որն է, այս ճակերտավոր ավելի ազատականացնելով կուսակցությունների գրանցման գործընթացը, ունենք բազմաթիվ կուսակցություններ, ինչպես նշեցիք, բայց ոնց որ դուռը ավելի լայն է բացվում նորերի ի հայտ գալու։ Ձեր կարծիքով նպատակը կարծեմ պարզ է, շատ է խոսում դրա մասին եւ ամենաշատը հենց կուսակցականներն են խոսում։ Ցանկացած կուսակցություն, երբ խնդիրներ ունի ուրիշ կուսակցությունների հետ, փայլուն բրութագրում է այդ ուրիշներին, փայլուն նրանց հակառակական գործունեությունը, նրանց էությունը, նրանց կեղտոտ ծառայությունները, որոնք մատուցում են գործող համակարգին եւ այլ։ Բոլորը դա ասում են եւ բոլորը ճիշտ են ասում։ Այսինքն մենք գործ ունենք խմբավորումների հետ, որոնք չեն զբաղվում կուսակցական գործունեությամբ, չեն էլ ցանկանում լինել կուսակցություններ, բայց ցանկանում են ուրիշ գործողություն ծավալել։ Այդ ուրիշ գործողությունները այն է, անօրինական, անբարոյական, տարբեր ծառայություններ մատուցել իրար, գործող համակարգին եւ դրանից դիվիդենտներ ստանալ։ Կուսակցական գործունեությունը Հայաստանում դա էր միջև հիմա եւ դա է։ Հիմա նոր օրենքը կարծես թե պիտի այս խնդիրը դներ, բայց նա ավելի նպաստեց։ Ես այս վերջի օրինակը նայել եմ, որ ներկայացվել է երևի թե քննարկման, հետաքրքիր բան էր, անգամ գոյություն ունեցող օրենքում կուսակցությունների գաղափարների մասին կետ կար, որովհետեւ կուսակցություն կարող է կոչվել նա, ով ունի հստակ քաղաքական գաղափարախոսություն։ Այդ կետն էլ է հանած։
Հասկանում եք, ասենք որևէ խմբավորում գալիս, ասում ես ուզում եմ դառնալ կուսակցություն, նրանից չեն էլ պահանջում ձեր գաղափարախոսությունը ո՞րն է։ Տեսնում եք, ընդամենը հայտարարեք, որ զինված ապստամբություն չեք անելու։ Ընդամենը մի բան, ցանկացած խմբավորում, եթե ասում եք, գիտեք, ես գործողություն չեմ ծավալելու, տապավելու այս համադրական կարգը, արդեն ճանաչվում է որպես կուսակցություն։ Նման կետի իմաստ է, որ գաղափարախոսություն չեն պահանջում, բայց պահանջում են տվյալ խոստումը։ Դա արդյունքը դա է, որ ասեք բոլորդ հայտարարեք նախորոք, որ զենք չեք օգտագործելու, այդքանը հերիք է։ Դրանից հետո դուք ինչով եք զբաղվելու, բացարձակապես մեզ չի հետաքրքրում։ Ինչով են զբաղվելու։ Ոչ միայն դա պոտենցիալ մի հերթական անօրինական ծառայող է ի հայտ գալիս։ Իզուր չէ, որ սնկի պես աճում են մինչև ընտրությունները։ Եվ որևէ պատասխանատվություն չունեն։ Մի պահ ենթադրում եք, ասեք, այդ խմբավորումը գալիս, փաստորեն ժողովրդի, չէ, ժողովրդից է իրավունք խնդրում, որ զբաղվի քաղաքական գործունեությամբ, բայց դրա դիմաց է ինչ է խոստանում ժողովրդին, ոչ մի բան, անգամ չի խոստանում, որ 2 տարի մի անգամ անպայման ընդհանուր կուսակցական ժողով կլինի, համագումար կլինի, այդ համագումարում կհստակեցվեն ծրագրեր, այդ համագումարում ընտրություններ կլինեն, ասենք այն տարրական բաները, որը կուսակցությունը քրեական խմբավորումից տարբերում է, անգամ այդ կետերը չկան։ Եվ մենք դրա համար ունենք կուսակցություններ, որոնք 20 տարի չեն, ոչ միայն չեն զբաղվում կուսակցական գործունեությամբ, այլ չեն էլ մասնակցում ընտրություններին եւ գոյություն ունեն, հանգիստ իրենց համար։ Պարոն Սարգսյան, այսինքն եզրահանգման գանք, որ քաղաքական դաշտը տարվում է գաղափարական վեճերից, կռիվներից, բանավեճերից հեռու, հա, այսինքն գաղափարական հենքը իմաստը այս քաղաքական համակարգի ավելի է նվազեցվում, ավելի է ստորադասվում եւ աճեք ինչ ուզում եք արեք։ Ցավոք դա այդպես է։ Մենք պետք է որպես իրավական պետություն զարգանալու նպատակ ունեցող պետություն գնանք հենց այդ ճանապարհով։ Հակառակը իհարկե մենք պիտի դա շատ երկրների փորձ է ցույց տվել, երկրների, որտեղ նույն վիճակն է ստեղծված քրեոլիգարխիկ ավտորիտար, եւ այնտեղ սկսել են հենց կուսակցությունների մասին օրենքից, որը եղել է խիստ, անգամ եղել են երկրներ, օրինակ Միացյալ Նահանգներում ուրիշ թե, որտեղ որ փոփոխություն են կատարել դեպի իրավական կարգ, ընդունելով շատ խիստ օրենքներ, եւ այդ օրենքները արդեն իրենց գլխավոր կատարանը հետագայում վերացրել է։ Այսինքն շատ ավելի խիստ օրենք է պետք հիմա, գուցե ժամանակավոր օրենք, որ մենք կարողանանք քաղաքական դաշտը մաքրենք ավանտյուրիստներից։ Սկզբից դա է պետք, առաջի խնդիրը դա։ Մեր մոտ ես տեսնում եմ լրիվ հակառակն է անում։ Բոլոր հնարավորությունը ստեղծել, որ կուսակցության անվան տակ գործեն ցանկացած խմբավորումներ, որոնք ձեռնտու են գործող համակարգին։ Սա շատ վտանգավոր երևույթ է եւ այն հանգամանքը, որ sense ցույցիկ արվում է դա կարող է բերել հետո այնպիսի վիճակների, երբ որ արդեն մարդիկ նոր սկսեն հասկանալ, ինչքան վտանգավոր է թույլատրել անպատասխանատու գործել քաղաքական դաշտում, թեկուզ մի մարդու, հետագայում արդեն մենք կգանք նենց վիճակների, որ կմտածենք, ես հույսով եմ, որ գուցե այս օրերին այս քննարկվող խնդիրը ի վերջո լուրջ խնդիր կդառնա ու մարդիկ կհասկանան, որ երևի թե երկու կարևորագույն խնդիր կա պետության մեջ, եթե մենք ուզում ենք պետությունը կայանա, մենք պիտի հասնենք նրան, որ սեփականությունը եւ ձեռներությունը օրինականացվի եւ քաղաքական ասպարեզը օրինականացվի։ Եթե այդ երկու երևույթը գոյություն չունեն պետության մեջ, դուք այսօրվա վիճակը կարող եք կամ նորից տասամյակներ ունենալ, կամ հազարապատիկ ավելի վատ վիճակ ունենալ։